Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկություններով եւ գործարար բարերար Սամվել Կարապետյանին Արմավիր քրեակատարողական հիմնարկից անակնկալ տեղափոխեցին ԱԱԾ մեկուսարան, դրան նախորդել էին լուրջ իրադարձություններ։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Արմավիրի բանտում տեղի ունեցած միջադեպն է պատճառը հանդիսացել այս անսպասելի տեղափոխության համար։ Մասնավորապես դատապարտյալ Արման Արաքելյանը, որը հայտնի է Գոջի մականունով եւ բանտում է գտնվում Ռուսաստանում ադրբեջանցի սպանելու համար, որոշել է հացադուլ սկսել հենց Արմավիրի բանտում ի պաշտպանություն բարերար Սամվել Կարապետյանի։ Նկատենք, որ նրա որդիները ներկայումս եւս անազատության մեջ են, էջմիածնում 22-ամյակ Պարքև Հակոբյանի սպանության քրեական գործի շրջանակներում։ Խուսափելու համար հնարավոր հացադուլից եւ Սամվել Կարապետյանի շուրջ դատապարտյալների համախմբումից որոշվեց նրան տեղափոխել Արմավիր ՔԿՀ-ից։ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում գործում է համեմատաբար ավելի խիստ ռեժիմ, ուստի այստեղ գործարարի պաշտպանության ներքին բունտի հավանականությունը փոքր է, մինչդեռ Արմավիր ՔԿՀ-ում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկություններով ներկայումս հայտնի է միայն այն, որ Սամվել Կարապետյանին տեղափոխել են այլ մեկուսարան, իսկ Արմավիրի բանտում ստեղծած պայթյունավտանգ իրավիճակի մանրամասները դեռևս ուսումնասիրվում են իրավապահների կողմից։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը վարույթի շրջանակներում կալանավորված բոլոր անձանց իրավունքների պաշտպանության համար փաստաբանական թիմ է ձևավորել, վճարել նրանց, որ հանիրավի բանտարկված քաղաքացիների իրավունքները պաշտպանեն մասնագետները։ Փաստացի գործարարի եկեղեցու կողքին կանգնելու եւ քաղաքական գործընթացներին իր ձևով մասնակցելու մասին հայտարարությունը իշխանությունների կողմից գնահատվել է որպես սահմանադրական կարգը վատանգող կոչ։ Սա թույլ է տալիս դիտարկել քրեական գործը ոչ միայն որպես իրավական գործընթաց, այլ նաեւ որպես նախազգուշացում այլ շրջանակներին, որոնք հրապարակայնորեն փորձում են ընդդիմադիր դիրքորոշում ձևավորել կամ կանգնել հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին։ Այս առումով Սամվել Կարապետյանի գործը դուրս է միայն նրա անձնական պատասխանատվության դաշտից եւ դառնում է իշխանություն-եկեղեցի հարաբերությունների ու հասարակության մեջ տեղի ունեցող ավելի լայն քաղաքական հակադրության ցուցիչ։ Հիշեցնենք, 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Խոսքը վերաբերվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին, որոնք կատարվել են զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական տեխնոլոգիաներով։ Մանրամասները Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում։